Բարև ձեզ։ Եվրոպական հեռանկար հաղորդաշարը շարունակում է ներկայացնել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, մեր երկրի Եվրամիության ինտեգրման քաղաքական և տնտեսական քայլերը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի մոտեցումներն ու ծրագրերը։ Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց մայիսի 12-ին։ Այն դարձավ իսկական մշակութային բազմազանության օր։ Այս մասին, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ու Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց մի շարք միջոցառումներով։ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Այն առիթ հանդիսացավ մեկ անգամ էլ հիշելու Եվրոպայի միավորման խորհուրդն ու պատմությունը։ 1985 թվականին Միլանում կայացած գագաթաժողովում Եվրամիության ղեկավարները որոշում ընդունեցին մայիսի 9 հռչակել Եվրոպայի օր։ Մայիսի 9-ը խորհրդանշական է, քանի որ 1950 թվականին այդ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպայի կազմակերպման նոր բանաձև ստեղծել և միավորվել ածխի և պողպատի արտադրության շուրջ։ Այն սկիզբ դրեց միասնական Եվրոպային։ Հայաստանը հավատում է խաղաղ, ներդաշնակ, առանց բաժանարարգծերի և փակ սահմանների, փոխվստահության և նույն աշխարհամակարգի վրա հիմնված հույսի և բարեկեցության խորհրդանիշ միասնական Եվրոպայի ապագայի։ Այսօր այս համերգը ևս մեկ անգամ ապացուցում է միաբանություն բազմազանության մեջ կարգախոսը։ Այդ նույն կարգախոսով Եվրոպայի օրը նշվեց Հյուսիսային Բողոտայում։ Բացօթյա հանրային տոնակատարության մասին ավելի մանրամասն կպատմենք մեր ծրագրի հաջորդ էջում։ Եվրամիության և Հայաստանի ավիացիոն համակարգերի համագործակցության թեմայով սեմինարի նպատակն էր հանրապետության ավիացիոն ոլորտի մասնագետներին ներկայացնել Եվրամիության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող օրենսդրական համակարգը։ Սեմինարը կազմակերպել էր Եվրամիության ավիացիոն անվտանգության թվինինգ ծրագիրը։ Այն գործում է Հայաստանում 2011 թվականից, նախապատրաստելով մեր երկիրը Եվրոպական ավիացիոն անվտանգության համակարգում ընդգրկվելուն։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, ընդհանուր արժեքը 1.100.000 եվրո է։ Միջոցառման ընթացքում հայ ավիատորներին իրենց փորձը ներկայացրին իսպանացի բարձրակարգ մասնագետները, խոսելով այն մասին, թե ինչպես է Իսպանիան հաղթահարել այս անցումային փուլը։ Հայաստանում ծրագիրը կավարտվի 2013-ին։ Հաջորդ տարի ավարտելուց Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալություն կա, այդ գործակալությունը գալու է մեր մոտ ստանդարտիզացման այցի, այսինքն գալու են մեզ մոտ աուդիտի եւ գնահատականը կատարվի, թե որքանով է Հայաստանի ավիացիան ամբողջությամբ հարմոնիզացված Եվրոմիության օրենսդրությանը։ Երևանում տեղի ունեցավ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ սեմինար։ Այն կազմակերպել էր Եվրամիության խորհրդատվական խումբը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա վրա հիմնված գործողությունների ծրագիրը, հստակեցնել Եվրամիության մոտեցումը սննդի անվտանգությանը և վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի արտադրության, վերամշակման, ներքին սպառման և արտահանման վրա, այդ թվում նաև եվրոպական երկրներ։ Այն մասին, թե ինչպես են հայ գործարարները պատրաստվում Եվրամիություն արտահանել սեփական արտադրանքը, կխոսենք մեր այս հաղորդման ընթացքում։ Հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը Եվրամիության պատվիրակության աջակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի բանախոսները հենց իրենք երեխաներն էին։ Նրանք խոսում էին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներից։ Ամեն անգամ տեսնում եմ, թե հաշմանդամ երեխան ինչպես է լինում, կամ նա չեմ խաղացնում, որովհետև նա հաշմանդամ է, եւ պետք է նշեմ, որ շատ անգամ նկատել եմ, որ ուսուցչի դա պետք է չէ։ Ֆիզիկա, քիմիա առարկաները ուսուցանելիս անհրաժեշտ եւ պարտադիր է լաբորատորիաների առկայությունը, սակայն դպրոցներում շատ դեպքերում բացակայում են կամ սարքերը ֆիզիկական կամ քիմիական նյութեր, ինչը խանգարում է, որպեսզի աշակերտները իրենց տեսական գիտելիքները լրացնեն գործնական գիտելիքներով։ Շատ դպրոցներ նույնիսկ չունեն բուժկետներ, ինչը շատ կարևոր է կարծիքով երեխաների համար, եթե երեխայի հետ ինչ-որ մի բան պատահի, նրան չեն կարող օգնել, իսկ կամ բուժկետներ, որոնք ընդհանրապես բուժքույր չունեն։ Միջոցառումը անցկացվեց «Իմ մասին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Եվրամիությունը։
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաներին իրացնել իրենց իրավունքները, որպես ակտիվ քաղաքացիներ բարձրաձայնելով հուզող խնդիրները։ Դրա համար ծրագրի մասնակիցները լրագրողական հմտություններ են ձեռք բերում հատուկ իրենց համար անցկացվող սեմինարների ընթացքում։ Այժմ մեր հատուկ անդրադարձը Եվրոպայի օրվա հանրային տոնակատարությանը։ Պարեր, երաժշտություն, հյուրասիրություն, մրցույթներ եւ իհարկե նոր հնարավորությունների բացահայտումներ շնորհիվ Եվրամիության Հայաստանում իրականացվող ծրագրերի։ Բազմազան, բայց եւ միասնական Եվրոպայի օրը Երևանում նշեցին բազմազան ծրագրով եւ միասնական ուժերով։ Տոնը մեկնարկեց 5 նկարիչների աշխատանքով։ Բազմամարդ հանդիսատեսի աչքի առաջ երիտասարդները սկսեցին նկարել իրենց պատկերացրած Եվրոպան։ Վրձնի առաջին իսկ հարվածներից պարզ էր, որ կտավներն էլ իրենց բնորդի Եվրոպայի պես տարբեր են լինելու, թե ոճով, թե տրամադրությամբ, թե գույներով։ Նկարչուհիներից մեկը Լուսին Նյու Յորքից է, ծնվել է Բեյրութում։ Նա Եվրոպայում հաճախ է լինում, քանի որ չափազանց շատ է սիրում մասնակցել նորաձևության շաբաթներին, որտեղ էլ որ դրանք անցկացվեն Փարիզից Միլան։ Եվրոպա շատ գնում եմ, որովհետև իրանց լման գերբարը ամեն ինչը իրանք տարբեր են բարվում, շատ կուլտուրա կա։ Մի ցեվով փորձում եմ դիգնիկ մսարկել, որ շատ ավանգարդ հագուստ հագել ու Փարիզում պիտի գնա ֆրֆրա։ Նկարիչների կեսգիշերային աշխատանքի արդյունքը հաջորդ օրը ցուցադրվում էր Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված բացօթյա տոնակատարության ժամանակ։ Մուտքն ազատ էր հյուսիսային պողոտան մարդաշատ, այնպես որ միջմշակութային երկխոսության համար պայմաններն ավելի քան հարմարավետ էին։ Այսօրը եւս մեկ անգամ հաստատվում են եվրոպական արժեքները։ Այսօրը նշանավորում է ժողովրդավարությունը, արժանավայել կյանքը եւ անշրջելի զարգացումը, ոչ միայն Եվրամիության քաղաքացիների, այլ նաեւ Եվրամիության գործընկերների եւ հարևանների համար։ Ես կարծում եմ, որ մեզ համար մեր ներկայությունը Եվրոպայում, մեր ներդրումը եվրոպական համընդհանուր արժեքային համակարգի մեջ բավական մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Տոնակատարությունը անցկացվում էր տեղեկատվական ցուցահանդեսի եւ մշակութային ծրագրի համադրությամբ։ Լեհական երկնուպարը մշակութային ծրագրի մասն էր կազմում, իսկ տեղեկատվական ցուցահանդեսը հնարավորություն էր տալիս ծանոթանալ Եվրամիության ֆինանսական, խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությամբ տարվող 50-ից ավելի ծրագրերին։ Դրանք իրականացվում են սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում։ Օրինակ լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի եւ բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ծրագրի պատասխանատուն Հայաստանում պատմեց, որ այն մեկնարկել է 2011 թվականին եւ իրականացվում է Եվրամիության եւ Եվրախորհրդի համատեղ ֆինանսավորմամբ։ Պրոյեկտի նպատակն է նշված երկրներում, այսինքն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում նպաստել լրատվամիջոցների ազատությանը, բազմակարծությանը եւ պրոֆեսիոնալիզմին։ Այսինքն ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ լրատվամիջոցները եւ մասնագիտորեն իրենց գործը կատարում են ըստ արժանվույն եւ իրենք գիտեն իրենց իրավունքները եւ իրենց պարտականությունները։ Մինչ բեմի մոտ հավաքվածները փորձում էին լեհական պարեր սովորել լեհ պարուսույցի օգնությամբ, մենք ծանոթացանք մեկ այլ ծրագրի հետ։ 2009 թվականից Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում սկսեց իրականացվել միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությանը կատարելու օրենսդրական բարեփոխումներ միգրացիոն դաշտում, օգնել պոտենցիալ միգրանտներին այստեղ գտնելու աշխատանք, ինչպես նաև եթե կա անհրաժեշտություն մեկնելուց առաջ ներկայացնել այն երկրի օրենսդրությունը, ուր ուզում են գնալ։
Անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառների կառավարման բարելավման ծրագրի համակարգողի խոսքերով մշակվել է եւ արդեն հրատարակվել անտառային օրենսգրքի ուղեցույցը։ Ունենք նաեւ երկու պիլոտային ծրագրեր, որը իրականացվում է Լոռի մարզում եւ Տաուշի մարզում, դա համայնքային զարգացման ծրագրեր են, ավելի կոնկրետ բնության էկոտուրիզմի զարգացման մասով են։ Այս տաղավարը մարդաշատ է ցուցահանդեսի բացվելու պահից մինչև դրա ավարտը։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության օգնությամբ ամեն տարի մոտավորապես 100 հայաստանցի, 70 ուսանող եւ 30 գիտաշխատող մեկնում են Գերմանիա գիտական հետազոտություն կատարելու կամ մագիստրոսական թեզ պաշտպանելու։ Եվ փաստորեն դեռ շատ ուրիշ ցանկացողներ կան միանալ այս նախաձեռնությանը։ Ծրագրի հիմնական ֆինանսավորումը տրամադրում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ 1990 թվականից մինչ այժմ մենք աջակցել ենք մոտ 1800 հայաստանցիների։ Մենք ապահովում ենք նրանց կրթաթոշակով, որը ներառում է իր մեջ նաև նրանց ապրելու եւ ճամփորդության ծախսերը, այնպես որ նրանք ֆինանսական հոգսեր չեն ունենում։ Տիկին Լաուֆերը ոչ միայն սիրով ներկայացնում էր Գերմանիայում գիտական աշխատություն գրելու պայմանները, այլև բացատրում, թե ինչպես կարելի է ելակով գերմանական փունջ պատրաստել։ Եվրոպայի օրվա կապակցությամբ երևանցիներին հյուրասիրեցին ոչ միայն գերմանական փունջով եւ նրբաճաշակ եվրոպական ուտեստներով, այլև գեղեցիկ երաժշտությամբ, ամենատարբեր ոճերը նախընտրողների համար։ Համերգի ընթացքում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարեց նաև իմ եվրոպացի ընկերը եւ ես երիտասարդական տեսահոլովակների մրցույթի հաղթողի անունը՝ Զաքար Դեմիրճյան։ Մրցանակը հանձնվեց նրա մայրիկին, քանի որ Զաքարը այս պահին երկրում չէ, նա ուսումնառության է մեկնել Եվրոպա։ Վերջին շրջանում Հայաստանի երիտասարդներն ավելի ու ավելի են ձգտում դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան սիրող արևմտահայ նկարչուհի Լուսին երազում է Հայաստանում ապրել։ Ամենաշվարում են ինչի, բայց հա, երաս է։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, հոգինա կարծեմ այդ մագնիսական բաները, որ ասում են, որ գա հողինդագը ու իմ արյունի մագնիսագին բաները իրարու շատ կապված են, նույնիսկ դնից դուրս չելեմ, ես շատ ուրախ եմ, միշտ կասեմ, վայ արդեն Հայաստանում եմ, ոչինչ։ Պահպանել սեփական արմատներն ու արժեքները, հարգել բազմազանությունը մեկ միասնական համայնքում։ Սա եվրոպական ավանդույթ է, որը կարծես խորտ չէ եւ հայերին։ Մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։ Այս անգամ դիտեք առևտրի, մասնավորապես Հայաստանից Եվրամիություն արտահանման հեռանկարի մասին մեր օրինակը։ Սալիկների միջև եղած հեռավորությունը ստանդարտով է 6 մմ է, որպեսզի ստանանք հարթ մակերևույթ միկրոների զարգացումը բացառելու համար։ Մսամթերք արտադրող այս ընկերությունը ստեղծվել է 97 թվականին։ Որոշակի առաջընթաց արձանագրելուց հետո 2006-ին որոշվեց նոր մասնաշենք կառուցել, որը թույլ կտար ոչ միայն ընդլայնվել եւ ավելացնել արտադրության ծավալները, այլև նոր շուկաներ նվաճել։ Այդ կապակցությամբ կառույցի նախագիծը պատվիրվեց եվրոպական մասնագետներին, որոնք վերահսկեցին նաեւ շինարարության ողջ ընթացքը։ Հիմնակը կառուցելուց ես արդեն եվրոպացիներին հասել էի խելագարության, անդադ հարցնում, չգիտեմ ինչքանով է հաջողվել, բայց երևի տեսնում եք, որ լավ է։ Գործարանն ապահովված է ժամանակակից հոսքագծերով, սառնարաններով եւ այլ սարքավորումներով։
Արտադրության ծավալների ավելացման հետ ծագում է արտահանման հարցը, քանի որ ներքին շուկան փոքր է։ Այս արտադրանքն այսօր արտահանվում է Վրաստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Իրան, Արաբական Էմիրություններ, Ուկրաինա, բայց հիմնական նպատակակետը Եվրոպական միության երկրներն են։ Ընդ որում արտադրողն անտեղյակ չէ, թե ինչ խիստ պահանջներ են ներկայացվելու ապրանքի որակի նկատմամբ Եվրոպական շուկա մուտք գործելու դեպքում։ Եթե պարզ լեզվով ասենք, սա մի գործընթաց է, որը որ մեզ հնարավորություն է տալիս, ինչ որ առումով նաև դրդում է, ունենալ որակյալ արտադրանք, որպեսզի հնարավորություն ունենալ մտնել եվրոպական շուկա։ Սա ըստ էության ոչ միայն արտաքին առևտրային գործունեությանն է ուղղված, այլ նաև լրջագույն խթան է երկրի տնտեսական զարգացման համար։ Արտադրողը նաև խորհուրդ է տալիս սպառողներին ավելի ուշադիր լինել, սննդամթեր գնելուց առաջ կարդալ բաղադրությունը, ստուգել պիտանելիության ժամկետները։ Դա զգոն կպահի բոլոր արտադրողներին։ Իսկ այստեղ հիմա սկսում են ուսումնասիրել շուկան եւ հստակեցնել այն ապրանքների ցանկը, որոնք կարող են հետաքրքրել եվրոպացի գնորդին։ Մենք ունենք մոտ 150 տեսակի արտադրանք, որից որոշ քանակները նրանք երկարաժամկետ պահպանման երշիկներ են, դրանք բաստուրմանա, ջերկինա, սուջուխնա։ Արտահանումը գրագետ եւ շահավետ իրականացնելու համար ընկերության աշխատակիցները շուկան հետազոտելուն զուգահեռ հատուկ դասընթացների են մասնակցում։ Օրինակ, East-Invest ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացի ընթացքում ծանոթացել են եվրոպական շուկա ապրանքի արտահանման հետ կապված օրենսդրական պահանջներին, արտադրանքին ներկայացվող պահանջների բոլոր նրբություններին, սկսած փաթեթավորման նյութերից վերջացրած պիտակավորմամբ։ Մնում է նախնական գիտելիքներն կիրառենք եւ օգտագործենք, որպեսզի մեր արտադրանքը կարողանանք առանց լրացուցիչ խոչընդոտների մտցնենք եվրոպական շուկա։ East-Invest ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ իրականացվում է Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում։ Դրա հիմնական նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում Հայաստանի եւ եվրոպական երկրների միջև գործարար կապերը։ Ծրագրի գործընկերը Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատն է։ Մենք փորձում ենք կազմակերպություններին ավելի պրակտիկ բարձրացնել իրենց կարողությունները, այսինքն գիտելիքների առումով, փորձի առումով, որպեսզի իրենք կարողանան եվրոպական շուկայում աշխատել։ Տեսական գիտելիքները կիրառելու համար այս ծրագիրը նախատեսում է գործարարների մասնակցություն Եվրամիության երկրներում անցկացվող ցուցահանդեսներին, իրենց արտադրանքով եւ մատուցվող ծառայություններով։ Ես կուզեի խոսել ներդրումային ֆորումի մասին ծրագրի շրջանակներում։ Մենք նախատեսում ենք Եվրոպական միության երկրներից Հայաստան հրավիրել պոտենցիալ ներդրողների, որոնք շահագրգռված են որոշակի ներդրումներ կատարելու։ Մեր խնդիրը այստեղ համոզելն է, իրենց բացատրել, որ Հայաստանը այնտեղն է, որտեղ դուք կարող եք ներդրումներ կատարել։ Այս կապակցությամբ ծրագրի շրջանակներում իրականացվել են հետազոտություններ եվրոպական փորձագետների մասնակցությամբ եւ առանձնացվել են Հայաստանի համար 6 հարաբերական առավելությունների ոլորտները։ Դրանք են տուրիզմը, սննդի արդյունաբերությունը, տեքստիլը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարությունը եւ տրանսպորտը։ Վերջնական եզրակացություն, թե ներդրումային տեսակետից սրանցից որն է ավելի արդյունավետ եւ որը ավելի մեծ շահույթ կբերի, գոնե այս պահին դեռ չկա։ Առաջիկայում կշարունակենք ներկայացնել Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ոլորտները։ Ծանոթացեք Եվրամիության պատվիրակության աշխատանքներին, նորություններին ու ծրագրերին մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ցտեսություն։